Ես քո երգը վաղուց եմ լսել Մանե Մանե Դու Վահագ Սերոբյան, 31 տարեկան, ամուսնացած է, աշխատում է մասնավոր ընկերությունում որպես գործադիր տնօրեն։ Ինչ ես անում ստեղ։ Անի Սարգսյան, 24 տարեկան, ամուսնացած չէ, ներկայումս չի աշխատում։ Վահագ, եկար արդեն։ Բացատրես ինչա կատարվում։ Արի թող Անին մի փոքր հանգստանամ, մենք գնանք խոհանոց խոսենք, հա։ Մանե Մարկոսյան, 28 տարեկան, Վահագի կինն է, երեխաներ չունի, չի աշխատում։ Լավ, գնանք խոհանոց։ Անի ջան, որ ինչ-որ բան պետք լինի, ձայն կտես, հա։ Լավ, շնորհակալ եմ, Մանե ջան։ Մանե սովա, ինչ գործ ունի մեր տանը։ Ու մեր հյուրասենյակում ինչ գործ ունի։ Նա հանգստացի, ես ամեն ինչ կբացատրեմ քեզ։ Մանե, ես իսկապես քեզ չեմ հասկանում, ինչա կատարվում։ Վահագ, որ մի րոպե լռես, թողնես խոսեմ, ես քեզ կասեմ, ով է հյուրասենյակում նստածը ու ինչի համար եմ ես իրան տուն թողել։ Խնդրում եմ ինձ օգնեք, հա։ Ես վատ եք զգում ձեզ, հա։ Ես մրսում եմ ուղղակի։ Եկեք օգնեմ ձեզ Ինձ խնդրում եմ տաք ջուր, հա, մի քիչ տվեք։ Հիմա կտամ, եկեք այստեղ նստեք, հա։ Ուզում եք շտապօգնություն կանչեմ, հա։ Չէ, ես ուղղակի մրսում եմ, ինձ ուղղակի մի քիչ տաք ջուր, հա, տվեք։ Ես Լավ, հիմա ես Ու դու Աստված գիտի թե ում բերել ես մեր տուն։ Ես չեմ հասկանում քեզ։ Դու հո երեխա չես, մանա, ինչա կատարվում, չի գալիս ես բան։ Վահագ, բայց չտեսար այդ կինը հղի է։ Ասում հղիա, ինչ անեմ թե հղիա։ Լսի, քաղաքում մեր անօթևան լիքը բոմժ կանայք կան ու հղի, բոլորին բերենք մեր տունը պահենք։ Լսի, Անի մասին այդպես մի խոսի, ինքը բոմժ չի, ինքը ուղղակի դժբախտ կին է։ Հա, քեզ այդպես է պատմել։ Այդպես էլ պետք է պատմել, որ դու հավատայիր, որ խղճայիր։ Լսի, ես չգիտեմ թե որտեղ, չգիտեմ թե ում հետ քաշ է եկել։ Հղիա, հիմա էլ եկեք հեծանից օգնություն ա խնդրում, հա։ Ամեր մի բան, ես գիտեմ, որ դու խղճից թույլ ես։ Հիմա դու ինձ ազնվորեն ասա, ինչքան գումար ես տվել իրան։ Վահագ։ Ինչ, ես քո բնավորությունը գիտեմ։ Լավ, դե ուրեմն պատմի տեսնեմ, թե ինչա քեզ պատմել այդ սուրբը։ Հա, ո՞նց եք։ Տակացար գոնե։ Հա, ես շատ շնորհակալ եմ ձեզ, շատ։ Չգիտեմ ինձ հետ ինչ կլիներ, եթե ձեզ չհանդիպեի, ավելի ճիշտ, եթե իմ առաջ դուռը չբացեիք։ Գիտես, ճիշտն ասած, որ եկար, ասում էիր, չես ուզում ապրել։ Ինչի համար էիր ասում այդ բառերը։ Հա, ես իրոք չեմ ուզում ապրել։ Չեմ ուզում, որովհետև պատճառ չունեմ ապրելու։ Իսկ երեխան, մոռացել ես, որ հղի ես։ Չէ, չեմ մոռացել։ Բայց ես ինչ կարող եմ տալ այս երեխուն։ Նախ կյանք կտաս, հետո քո սերը կտաս, որ ոտքի կանգնի։ Դու այդպես ես խոսում, որովհետև իմ մասին ոչինչ չգիտես։ Ես ոչ մի բան չունեմ, որ կարողանամ երեխուն տամ։ Ես տուն չունեմ, որտեղ նա կկարողանա ապրել։ Փող չունեմ, որ կարողանամ նրա համար շորեր առնեմ։ Հոգ տանեմ նրա մասին։ Ես չեմ ուզում նրա հետ վարվել այնպես, ինչպես իմ ծնողներն են ժամանակին իմ հետ վարվել, չէ։ Ավելի լավ է ես էլ մեռնեմ իմ երեխեն էլ։ Այն ամեն ինչը, ինչ որ դու թվարկում ես, դու կունենաս։ Ամեն ինչ կկարգավորվի, բոլոր հարցերը կլուծվեն։ Չեն լուծվի, չէ։ Ես մանկատանն եմ մեծացել, ես գիտեմ, թե ինչքան դաժան կարող է լինել կյանքը։
Իսկ երեխայի հայրը նա կօգնի։ Չի օգնի։ Նա ոչին ոչ էլ երեխու մասին ոչին բան չի ուզում լսել։ Ինչի մար եմ ես, ինչի մար, ես ինչի հղիացա, ինչի համար։ Անի ես վստահ եմ, որ ամեն ինչ կկարգավորվի։ Ես ավելի լավ է ես գնամ։ Բայց ուր պիտի գնաս։ Չգիտեմ ու կարևոր էլ չի, միևնույն է ես չեմ ապրել։ Չի անի, դու ոչ միտեղ չես գնա։ Դու կմնաս այստեղ։ Ու ես հոգ կտանեմ քո մասին, ես կխնամեմ քեզ։ Բայց դու ինձ չես ճանաչում, դու իմ մասին ոչ մի բան չգիտես, դու ինչի ես ուզում իմ մասին հոգ տանել։ Որ դու հղի ես ինձ արդեն հերիք է։ Ես քո մասին հոգ կտանեմ, ես կխնամեմ քեզ։ Ես հիմա կգամ, հա։ Հաստատ ոչ միտեղ չես գնա, չէ՞։ Չէ, կգամ։ Այստեղ կսպասես, հիմա գալիս եմ։ Ու հիմա մանե դու ինչ ես մտադիր անել։ Վահագ, որ մի րոպե հանգստանաս ու լսես ինձ, կասեմ ինչ եմ որոշել։ Դե լավ էլի։ Ես որոշել եմ, որ Անին պիտի մնա մեր տանը։ Ինչ։ Ինչ ես որոշել։ Որոշել եմ, որ Անին պիտի մնա մեր տանը, ես չեմ կարող հղի կնոջը դուրս անել։ Մանե, դու ոչ մի պարտավորություն չունես այդ հղի կնոջ նկատմամբ։ Հասկանում ես, դու պարտավոր չես մտածել նրա հղիության ու նրա երեխայի մասին։ Դու մեղավոր չես, որ իր կյանքը այդպես է դասավորվել։ Լավ ես հասկանում ինձ։ Թող նման քայլի գնալուց առաջ ինքը մտածել այդքանը։ Վահագ, այդ արդեն իր գործն է, ինքը ինչ ա արել, ինչ ա մտածել։ Ես այն ինչ անում եմ իմ խղճի համար եմ անում։ Ես ոչ մի պարտականություն չունեմ իր հանդեպ։ Իմ ու իմ խղճի առաջ եմ պատասխան տալիս։ Լավ, Վահագ։ Լավ։ Ոնց ուզում ես։ Այդպես էլ արա, բայց իմացի, որ ես դեմ եմ քո որոշմանը։ Չէ, այդպես չի լինի։ Ես ուզում եմ, որ մենք միասին որոշում կայացնենք, դու իմ հետ պիտի լինես։ Լավ, բայց մի պայմանով։ Ինչ պայման։ Եթե այդ աղջիկը չցանկանա մեր տանը մնալ, դու չես ստիպելու։ Լավ, համաձայն եմ։ Չնայած գիտեմ, որ ինքը ոչ միտեղ չի գնա, որովհետև բացարձակապես ոչ միտեղ չունի գնալու։ Այ հենց դա լավ չի։ Արդեն մի քանի տարի էր, ինչ Մանեն ու Վահագը ամուսնացել էին, սակայն չէին կարողանում երեխաներ ունենալ։ Երկարատև բուժումներից հետո բժիշկները հայտնել էին իրենց վերջնական ախտորոշումը։ Մանեն ի վիճակի չէր հղիանալ։ Այդ էր պատճառը, որ Մանեն, տեսնելով Անիին նման ծանր վիճակում, ցանկացավ ամեն գնով օգնել վերջինիս, նույնիսկ առաջարկելով մինչև երեխայի ծնվելը բնակվել իր ու Վահագի տանը։ Մանե։ Ձայնալարերդ մի վնասի, Մանեն տանը չի։ Տանը չի։ Գնացել է, երևի մոռացել է քեզ զգուշացնի։ Դե ուրեմն ժամանակն է, որ միասին խոսենք։ Երբ ես պատրաստվում մեր տանից հեռանալ ու հանգիստ թողնել համ ինձ, համ իմ ընտանիքին։ Հեռանալ։ Իմ մտքով էլ չի անցնում հեռանալ։ Նախ ասեմ, որ ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։
Հետո մանեն շատ հոգատար է իմ հանդեպ, շատ է անհանգստանում իմ եւ քո երեխայի համար։ Ինչի գնամ որ։ Եթե քեզ թվում է, թե ես կատակ եմ անում, դու սխալվում ես։ Լսի կսպանեմ քեզ։ Լսի սատկացնեմ քեզ։ Սատկացնեմ հեղտեն քեզ։ Վահագ թող մանեն հեսա կգա։ Հենց հիմա վեշերդ հավաքի ու էստանից հեռացի, թե չէ ես քեզ կսատկացնեմ։ Ես չեմ պատրաստվում հեռանալ։ Իսկ եթե դու ինձ հանգիստ չթողնես, ես ամեն ինչ մանեին կպատմեմ։ Ու այդ ժամանակ ես շատ խիստ կասկածում եմ, որ քո սիրելի աները քեզ թույլ կտա, որ դու իր անկերությունում տնորեն աշխատես։ Այդ դու ինձ սպառնում ես, հա, լիրբ։ Վահագ դու ես մեղավոր։ Դու ես մեղավոր, որ ամեն ինչ էսպես ստացվեց։ Լսի, ես քեզ երբեք չեմ խոստացել, որ քո հետ պետք է ամուսնանամ, հասկանում ես։ Հասկանում եմ, բայց դու ինձ չէիր էլ ասել, որ դու արդեն ամուսնացած էիր։ Լրի։ Ինչ ես ուզում։ Վահագ, դու ես մեղավոր, դու, որ ես հիմա քո տանն եմ։ Եկար սիրունիկս։ Վահագ, դու պիտի մի բան անես։ Ինչ ես ուզում որ անեմ։ Դու մոռացել ես, որ ես հղի եմ։ Անի չեմ մոռացել, բայց ինչ ես ուզում որ անեմ։ Երբ երեխան կծնվի, այն ժամանակ էլ ես իմ անելիքը կանեմ։ Դու ինձ սիրում ես, չէ՞։ Սիրում եմ, իհարկե սիրում եմ, բայց ինչի ես այդ հարցը տալիս հիմա։ Վահագ, դու պիտի մի բան անես։ Ես չեմ ուզում, որ իմ երեխան առանց հայր մեծանա։ Էլի սկսեցիր։ Հա, էլի սկսեցի, ու այնքան եմ շարունակելու, մինչև հասկանաս, որ դու պիտի ամուսնանաս ինձ հետ։ Անի, ես պատրաստ եմ քեզ փողով օգնելու։ Ես կօգնեմ այնքան ժամանակ, մինչև դու երեխային կմեծացնես քո։ Քո? Քո երեխային? Ինչ է դա նշանակում։ Նա մեր երեխան է, իմ եւ քո։ Անի, ես քեզ չեմ հասկանում։ Ինչ ես ուզում ինձանից։ Ինչ ես կպել ինձ։ Վահագ, ես էլ քեզ չեմ հասկանում։ Չես հասկանում։ Ինչ կա չհասկանալու։ Լսի, մենք իրար հետ լավ ժամանակ ենք անցկացրել։ Դա քեզ էլ է հաճելի եղել։ Իսկ հիմա ինձ պետք չի քո հետ կապված խնդիրներ ու ոչ էլ քո երեխան է պետք։ Հասկացար։ Ինչ։ Լավ, սկսեմ այստեղից։ Երբ դու նոր էիր հղիացել, ես քեզ առաջարկեցի, որ ազատվես այդ երեխայից։ Բայց դու ինձ չլսեցիր։ Դու ուզեցիր այդ երեխային ունենալ, մեծացնել, չէ՞։ Իսկ հիմա ես քեզ առաջարկում եմ, որ քեզ փողով կօգնեմ։ Կգամ, կգնամ, բայց ես իմ ընտանիքից հրաժարվել չեմ կարող։ Ընտանիքից։ Ընտանիքից, հա։ Չէ, դու ընտանիքիդ մասին չես մտածում, դու քո պաշտոնի մասին ես մտածում։ Դու վախենում ես, որ աներդ քեզ գործից դուրս կշպրտի։ Լսի, թե ես ինչից եմ վախենում, այդ արդեն իմ գործն է։ Ու քեզ ընդհանրապես չի վերաբերում։ Ու լավ իմացի։ Այն ինչ առաջարկեցի, երկրորդ անգամ չեմ առաջարկի։ Հիմա ասում եմ, մտածի։ Եթե ուզում ես կօգնեմ, դրանից ավել ոչ մի բան չեմ կարող անել։ Չեմ հավատում։ Ախր դու ասում էիր, որ սիրում ես ինձ, դու չես կարող այդ կերպ վարվել քո երեխայի հետ։ Կարող եմ, շատ հանգիստ կարող եմ։ Ես կեղտոտ մարդ եմ, կարող եմ։ Հա, դու ստոր ես։ Լսի, ես քեզ առաջարկում եմ, որ հենց հիմա դուրս գաս այստեղից։ Ես քեզ կստիպեմ, որ դու պատասխան տաս։ Նորից եմ կրկնում, ես չեմ ուզում որևէ հարաբերություն շարունակել քեզ հետ ու ոչ էլ քո երեխան այնց հետաքրքրում։ Հենց հիմա դուրս արի այստեղից, որովհետև մի քիչ հետո իմ կինս գալու է այստեղ։ Ես չեմ ուզում, որ մեզ միասին տեսնի։ Հասկացար։ Զզվում եմ քեզանից։ Եթե հենց հիմա դու դուրս չգաս այստեղից, ես ստիպված եմ քեզ բռնի ուժով այստեղից դուրս անել, մարդ կկանչեմ։ Դու նման բան չես անի։ Կանեմ, համոզված եղիր, որ կանեմ, որովհետև թքած ունեմ քո վրա էլ, քո երեխայի վրա էլ։ Պես մի խոսի, ախր մենք սիրում ենք իրար։ Աղջիկ ջան, ինչ սիրելու մասին է խոսքը։ Ինչ սեր։
Մենք ուղղակի ժամանակ ենք անցկացրել, հասկացա, քնել ենք իրար հետ, բայց դա քեզ էլ է հաճելի եղել։ Իսկ հիմա խնդրում եմ դուրս արի այստեղից, եթե չես ուզում մարդ հրավիրեմ։ Արագացրու։